Ես չեմ դիմանում, որ երեխես լացում է, հենց սկսում է լացել, ինչ ուզի ասում եմ հա, իր արդյունքները ես չեմ կարողանում տեսնել։ Գերխնամքը ծնողի չափազանց մեծ ուշադրությունն է, որով նա կարծես փորձում է երեխային զերծ պահել ամեն տեսակ վտանգներից, նույնիսկ այն դեպքում, երբ իրական վտանգ չկա։ Գերխնամք են կիրառում, որովհետև դրանով փաստում են իրենց կարևորությունը, իրենց լինելիության պատճառը։ Երբեմն այս ամենի տակ թաքնված է լինում իշխող, կառավարող, վերահսկող ծնողը, որը այդ գերխնամքով փորձում է վերահսկել եւ ուղղորդել երեխային այն ճանապարհներով, որով միայն ինքն է ճիշտ համարում, միայն ինքն է ապահով գտնում, նորից երեխային կարծես զերծ պահելով ամեն տեսակ վտանգներից։ Գերխնամքը նաև բնորոշ է շատ վախկոտ ու տագնապային ծնողներին, որոնք նորից իրենց տագնապները իջեցնելու պատճառով երեխային ցանկապատով պատում են, թույլ չտալով, որ երեխան բախվի որոշակի սթրեսների, դժվարությունների եւ կյանքի նորմալ բնորոշ իրավիճակներին։ Այս ամենը երեխայի վրա շատ դառը հետևանքներ է ունենում։ Երեխան կարծես կորցնում է իր ինքնուրույնությունը։ Երբեմն գերխնամք ունեցող ծնողները իրենց երեխային դարձնում են հենց տագնապային եւ վախկոտ։ Երեխաների մոտ ստրեսակայունությունը շատ տկար է լինում, թույլ է լինում, քանի որ փոքր տարիքից նրանց զերծ են պահել ամեն տեսակ ստրեսներից։ Նրանք են լուծել այդ խնդիրները կամ ամեն բան արել են, որ կանխեն, երեխան չառերեսվի, չարճակատվի, չբախվի այդ դժվարություններին։ Եվ հասուն տարիքում նրանք արդեն իրենց մազերն են պոկում, լացելով, ասելով այնքան թույլ հոգեբանություն ունի, ոչ մի դժվարության չի դիմանում, մոռանալով, որ ժամանակին նրանք թույլ չեն տվել, որ նույն այդ երեխան բախվի որևէ ստրեսի, դժվարության, ունենա այդ դիսկոմֆորտը, անցնի դրա միջով, որն էլ հասուն տարիքում բերում է նրան, որ երեխաները հոգեբանորեն շատ թույլ են լինում եւ դիսկոմֆորտի, դժվարության, ստրեսի սովոր չեն լինում։ Երեխաները լինում են շատ անպատասխանատու, իրենք սովոր չեն վերցնել պատասխանատվություն իրենց գործողությունների համար, կայացնել որոշումներ, նրանք կախյալ տիպի անձիկ են լինում։